Չարբախում վարելիս, Շիրակի փողոցում կարծեմ, մի քանի անգամ ահռելի մեծ փոստերի միջով եմ անցել, որոնցից որոշները անհնար էր ուղղակի շրջանցել ու անհնար էր տարբեր պատճառներով, նախ որովհետև դրանք չէին երևում, քանի որ լցված էին ջրով, մյուս պատճառն այն է, որ դիմացից եկող մեքենաները շատ հաճախ ստիպված են դուրս գալ իմ գոտի ու այդ պարագայում թույլ չեն տալիս, ես հնարավորություն չունեմ առանց վթար իրականացնելու շրջանցել փոստերը։ Ժաննան չվթարվելու համար կտրուկ թեքել է մեքենան եւ ընկել խոր փոսի մեջ։ Վնասված մեքենան վերանորոգման կարիք ունի։ Դեպքի մասին սոցցանցերում բարձրաձայնելուց հետո պարզվել է, որ ճանապարհների փոսերից տուժած այլ բազմաթիվ վարորդներ կան։ Երևանում ձնհալից հետո փոսերն ամենուրեք են։ Փողոցների փոսերն արդեն խրամատների են վերածվել, էքստրեմալ պայմաններում ենք վարում։ Քաղաքապետարանը ոնց հասկանում ենք, ասեք, որ չանենք կարգախոսով է առաջնորդվում։ Ես էլ ջրով լիքը փոսի մեջ ընկա, մեքենայի տակ ինչ-որ բան կոտրել եմ, չեմ հասկանում ինչ, բայց ինչ-որ բան հետս քաշ տալով հասել եմ տուն, վաղը պետք է արեստավորի մոտ տանեմ։ Այս մառախուղին չգիտես որ մեկին հետևես, հետիոտնին, կողքերից փոսերը շրջանցող մեքենաներին, թե ինքդ քեզ որ խրամատը չընկնես։ Գայի պողոտան մեկն է վնասված փողոցներից, որտեղ քաղաքապետարանը նորոգման աշխատանքներ է իրականացնում։ Աշխատանքները օգուտ չեն տալիս եւ ամեն տարի իրավիճակը նույնն է։ Արթուր Չախոյանը պարզել է, պատճառը միայն աղուավազից քայքայումը չէ։ Նախատեսված 5-ի փոխարեն 4 սանտիմետրանոց ասֆալտ է արվել 50,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Գայի պողոտայում։ Ինչ պետությանը վնասը հասցվել, մոտավոր կազմումը 260 միլիոն դրամ, այսինքն 52 միլիոն դրամ, սենց ասած թալանելու դեպքում, մնացած գույքն էլ է վնասում, չէ՞ որ իր պահանջներով հաստությունը չի ապահովել եւ փաստացի դառնում է անորակ ասֆալտ, որն անորակությունը արդեն մենք տեսնում ենք կադրում, քանդվել է։ Քաղաքապետարանից հակադարձում են, չափումն իրականացրել են եւ ասֆալտը համապատասխանում է նախատեսված նորմերին։ Շինարարության վարչությունից նշում են, հունվարին իրավիճակին ժամանակավոր լուծում են տվել, բայց նախատեսել են 200,000 քառակուսի մետր տարածքում ասֆալտապատում ու փոսալցումներ իրականացնել։ Նախատեսել ենք այս ամսվա 15-ից անցնենք արդեն հիմնական աշխատանքներին, քանի որ եղանակային կանխատեսումներից ելնելով պետք է որ թույլ տա եղանակը արդեն նորմատիվներին համապատասխանող աշխատանքներ կատարենք։ Քաղաքապետարանից պարզաբանում են, ամեն վթարի հնարավոր հատուցման հարց անհատական են քննարկում։ Դա ավելի է բարդացնում վարորդների անելիքը։ Մինչ քաղաքապետարանը կսկսի աշխատանքները, բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր կոտրում են մեքենաները Երևանի փոսերում եւ մեքենայի վերանորոգումը սեփական միջոցներով են անում։ Մոտ 200,000 դրամի ծախս արդեն արել եմ, այսօր արդեն տարել եմ նորից մասնագետի մոտ, չգիտեմ դեռ ինչքանի էլ կանենք, մինչ այս չեմ դիմել որևիցե կառույցի, որովհետև շատ միանգամից եղան այս բոլոր դեպքերը, բայց պատրաստվում եմ, երևի արդեն այսօր կգրեմ դիմումս, դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ։ Քաղաքապետարանը խոստանում է հիմնական աշխատանքները սկսել ասֆալտը չորանալուց հետո։ Մինչ այդ բարդ ընթացակարգի պատճառով վարորդները շարունակում են ինքնուրույն հոգալ վնասների ծախսերը։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։